Շնորհ և խաղաղություն ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ, փառք Տիրոջը այսօրվա համար, գոհություն և փառք եմ հայտնում մեր Տիրոջը այս հնարավորության համար, հիմա Միացյալ Նահանգներում այսօր ամսի 31-ն է դեկտեմբերի և առավոտ շուտ է 5:45, շուտ եմ արթնացել և հասկացա, որ Տերն ուզում է, որ խոսեմ, փառք Տիրոջը, այս ամենը ինչի մասին խոսելու եմ սիրելիներ 2024 թվի փետրվարի 4-ին է բացվել, Տերը տվել է մի հրաշալի տեսիլք միասնության շուրջ բար, բայց այս անգամ ավելի հզոր, այս անգամ երկինք ճեղքող և հոգու ներկայության մեջ ես երգում էի և ինչ է ուզում Տերը, որ կենտրոնում ինքը լինի, Քրիստոսը լինի և միասնության շուրջ բար լինի, Քրիստոսի մարմնի միավորում լինի, միասնություն լինի, սիրելիներ, պետք է Քրիստոսի մարմինը բժշկված լինի և մեր Տիրոջ գալուստը, փառահեղ գալուստը շատ մոտ է, Մարանաթա, սակայն հարսը դեռ պատրաստ չի և Քրիստոսի մարմինը բժշկության կարիք ունի, սիրելիներ, և ինչ է ուզում մեր Տերը, ես պետք է կիսվեմ այս տեսիլքով, որ միասնություն է ուզում, միաբանություն և բազմիցս էջում Ռուզաննա God is love էջում բազմիցս հնչել է, որ Եփեսացիներին 4 գլուխը ելք է հայ ազգի համար, սակայն ես միայն մտածում էի, որ պետք է խոսեմ սիրելիներ Եփեսացիներ 4-ով և այդ տեսիլքը ձեզ փոխանցեմ միասնության շուրջ բար, երգը այսպես է հնչում, միասնության շուրջ բար, այս անգամ ավելի հզոր, միասնության շուրջ բար, այս անգամ երկինք ճեղքող, և նրա մասին է, որ ուսուսի պետք է տանք սիրելիներ և Քրիստոսի մարմինը պիտի պառակտված չլինի, չի կարող, եթե մարմնի որևէ անդամ կտրվի և մարմնից հեռու լինի, նա կչորանա, ասենք ոտքը, ձեռքը, եթե պոկված լինի, կտրված լինի, այն կչորանա և այսպես էլ Քրիստոսի մարմինն է, որը Հայաստանում այսօր պառակտված է և այն ինչ որ ձեզ եմ փոխանցելու սիրելիներ, իմ մոտ բոլորը քնած են, ներողություն եմ խնդրում, ես առանձնացել եմ և այն ինչ որ կարդալու եմ սիրելիներ, դա ինձ բացվել է, հենց էջներ բացվել և էջի վրա գրված էր համարձակություն խնդրել խոսելու Սուրբ Հոգով առաջնորդված, փառք Տիրոջը և այս ամենը գրված է ամսի 03-2024, սակայն այսօր է օրը, որ պետք է փոխանցեմ այն ամենը, սիրելիներ, ինչու է մեր երկրում այսօր այս իրավիճակը, Տերը խոստացել էր, որ ցնցելու է, եթե մենք չհնազանդվենք այն տեսիլքին, որ տվել է Տերը, միասնություն, և Տերն ինչ էր ուզում, որ առաքելական և ավետարանական եկեղեցու առաջնորդները միաբանվեն և ժողովուրդը այդ պառակտությունից, այս մթնոլորտից, այս միմյանց անհանդուրժողականության մթնոլորտից, որ տանել չեն կարողանում իրար ատելությունից, միանգամից դուրս կգային, եթե հոգևոր առաջնորդները խոնարհվեին, սիրելիներ, այն ամենը, ինչ որ բացված է ինձ, ես պետք է փոխանցեմ ձեզ, ինչու համար է այս ամենը կատարվում, Տերը լույս է սփռում այն ամենի վրա, ինչը որ խավարում է եղել, երբ կարդում էի 2024 թվի մարտի 20-ին Եզեկիել 44-րդ գլուխը, Տերը այս ուղերձը քահանաներին է ուղղված, ես հիմա այն կկարդամ ձեր համար և Տերը լույս է սփռում ինչ է կատարվել մեր երկրում, ինչու համար ժողովուրդը գիտություն չունի և Տեր Հիսուսն ասում է իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով և այստեղ քահանաներին ուղղված ուղերձը երբ կարդում էի, Տիրոջ Սուրբ Հոգով ինձ հայտնություն տրվեց, որ ահա սա է պատճառը, որ ժողովրդին չեն սովորացրել, ինչպես Եզեկիել 22-րդ գլխում է ասվում, Տերը խոսել էր հայ ազգի համար Եզեկիել 22-ով, որ
այն ամենը, ինչ գրված է այդ համարում, նույն բաները գրեթե կատարվել է Հայաստանում։ Եվ Եզեկիել 22-ի մեջ ասում է. նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը եւ անսուրբը չզանազանեցին, անմաքուրի եւ մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին։ Սիրելիներ, չսովորեցրին։ Եվ Տերն ասում է իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով։ Այստեղ քահանաների համար գրված է, որ Ղևտացի քահանաների մասին է գրված եւ ասում է, որ նրանք, ես կկարդամ 16-րդ համարից, եթե ձեզ կհետաքրքրի, բացեք կարդացեք, նրանք իմ սրբարանը պիտի մտնեն եւ մոտենան իմ սեղանին ինձ ծառայելու համար եւ պիտի պահպանեն իմ պահպանությունը։ Ներքին գավթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն եւ իրենց վրա բուրդ չպիտի ունենան։ Երբ որ նրանք ներքին գավթի դարպասների ներսում ծառայեն, կտավե խույրեր պիտի կրեն իրենց գլուխներին եւ կտավե անդրավարտիքներ իրենց երանքների վրա։ Քրտնեցնող հանդերձով չպիտի գոտևորվեն, բայց երբ դուրս են գալիս արտաքին գավիթը, ժողովրդի մոտ պետք է այդ հանդերձները հանեն, որոնցով պաշտոն են մատուցում եւ դրանք սուրբ սենյակներում դնեն, ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնեն իրենց հանդերձներով։ Սիրելիներ, հենց այս տողերը երբ կարդում էի, Տերն ինձ բացեց, որ սա է պատճառը, որ քահանաները իրենք այնպիսի ծես ծիսակարգ ունեն, որ մինչև պատարագ մատուցելը իրենք հատուկ արարողակարգ ունեն, ծես, ինչպես են երգում, հագնում, իբրև թե սրբեցման պրոցեսն են անցնում, եւ այս արարողակարգի նպատակը սա է, որպեսզի ժողովրդին չսրբացնեն իրենց հանդերձներով։ Եվ սա է պատճառը, որ իրենք իմացել են, սակայն ժողովրդին չեն սովորեցրել, եւ ժողովուրդը 30 տարիներ եւ ավել, երբ Տերը Եգիպտոսից հանեց, մեր երկիրը հանեց Եգիպտոսից, այսինքն գերությունից, եւ տվեց ազատություն, սակայն Քրիստոսը չփառավորվեց մեր երկրում, որովհետեւ չսովորեցրին։ Եվ այսօր, սիրելիներ, ես մի ամսի 28-ին 2 օր առաջ մի երազ տեսա, որ այդ երազով հենց այդ չիմացությունն է, ժողովրդի չիմացությունն է, որ այսօր մենք ունենք երկրում շատ այնպիսի բաներ, որոնք մենք ինքներս երբ լսում ենք, երբ տեսնում ենք մի հասարակություն, որը միայն հայհոյում է, իրար ատում են, իրար դատում են եւ չկա հանդուրժողականություն, սեր չկա, բացակայում է սերը, Տերը տալիս է մեզ ելքը, սիրելիներ, եւ ելքը սա է, որ հիմա ես ամբողջությամբ կարդալու եմ, այն ինչ որ 24 թվին գրել եմ, ու այստեղ գրված է Եզեկիել 44:19, բայց դուրս են գալիս արտաքին գավիթը ժողովրդի մոտ, պետք է այդ հանդերձները հանեն, սա որոնցով պաշտոն են մատուցում եւ դրանք սուրբ սենյակներում դնեն, ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնեն։ Սիրելիներ, նրանք մտածել են, որ սրբությունը կարող էր փոխանցվել հպումով եւ ուղղակի շփումով։ Եվ ահա բացատրությունը, այստեղ գրված է Մատթեոս 23-ի, ես նշումներ եմ արել, բայց այս մասին չեմ խոսել, Մատթեոս 23-ում գրված է քահանաներին խոսք. դուք չեք մտնում երկինք եւ մյուսներին էլ մտնել չեք թողնում։ Սիրելիներ, մի փորձեք դուր գալ աշխարհին, աշխարհը Հիսուսին 30 արծաթ գնահատեց եւ չկարծես թե աշխարհը քեզ ավելին է գնահատելու։ Ես սա գրել եմ այստեղ ուղակի կարդացի, սա մի Facebook-յան օգտատիրոջ էջից էի գրել, ու այսօր մեզնից յուրաքանչյուրը ընտրություն է կատարում, սիրելիներ, փառք Տիրոջը, ներողություն եմ խնդրում, եւ տեսիլք երգը մեր ազգի բերանով դավանումն է, որ մենք քրիստոնյա ենք։ Այս տեսիլքը ես դնելու եմ, դա նկար է, որտեղ որ շուրջպար է եւ տարբեր եկեղեցիների Աստծո ժողովուրդն է եւ միասնության շուրջպար ուսուսի են տալիս, ասում է ուսուսի, որ մենք տանք, սարեր շուռ կտանք, Քրիստոսի անունը բարձրացնենք, ազգերի մեջ աղուլույս լինենք։ Եվ ասում է, որ մենք քրիստոնյա ենք, երբ մենք
այդ միասնության շուրջ բառն ունենանք, դա ազգերի մեջ արդեն հենց դավանումն է, որ մենք քրիստոնյա ենք եւ Քրիստոսի անունով մեր երկիրը կլցվի եւ մեր երկիրը կմտնի իր առաքելության մեջ, սիրելիներ, փառք Տիրոջը։ Եվ գրված է այստեղ, որ մեր ազգի վրա վախկոտության եւ հպարտության ոգին մերժում ենք։ Ինչ ուժ են ունեցել 301 թվին։ Նինվեի համար մարգարեն 3 օր կետի փորում մնալուց հետո թագավորից բռնած մինչև վերջին մարդը ապաշխարեցին եւ նույնը կատարվել է Գրիգոր Լուսավորիչը Տրթատի միջոցով մի ամբողջ ազգ տարել են ապաշխարության եւ երկիրը ընդունել է Քրիստոսին որպես Աստված եւ Տեր ու Փրկիչ, եւ այսօր էլ Տերը խոսք տանում է մարգարեի բերանով, որ ազգի փրկությունը Տիրոջից է, Աստծուց է, ոչ մի կողմ մի նայեք, ժամանակի վատնում թող չլինի։ Եվ 2018 թվին Նիկոլ Փաշինյանի համար էի ուղերձ ստացել Եսայի 61-ը, այն ձեզ համար է, եւ բռնվեք, ամուր բռնվեք այդ տեսիլքից։ Փառք Տիրոջը, եւ այստեղ գրել եմ. այսօր Տրդատ թագավորի նման դուք պետք է ինքներդ ապաշխարեք եւ երկիրը հռչակեք քրիստոնյա Քրիստոսինը, ուխտը վերականգնեք, փառք Տիրոջը։ Ինձնից հասնում է, սիրելիներ, ուղերձը փոխանցել, այն կկատարեք, չեք կատարի, դուք գիտեք, փառք Տիրոջը։ Հալելույա։ Եվ այստեղ այնինչ որ այսօր բացեց ինձ Տիրոջ Սուրբ Հոգով առաջնորդված եմ կարդում, գրված է 03:22-24 թիվ, փառք Տիրոջը։ Ով ականջ ունի, թող լսի ինչ է Հոգին ասում եկեղեցիներին։ Տերը գալիս է, հարսը, այսինքն եկեղեցին, դեռ կեղտոտ հանդերձներով է։ Մաքրվեք, միաբանվեք, ձեր միաբանությունը ուխտի վերահաստատումն է։ Սիրելիներ, ձեր կանաչով է գրված, ձեր միաբանությունը ուխտի հաստատումն է, վերահաստատումն է։ Այն բերանով դավանումն է, Հիսուսն է Տերը Հայաստանի։ 40 օրում անցնելու ճանապարհը 40 տարի է կանցնում, եւ այն էլ խոստացված երկիր կմտնեն միայն նրանք, ովքեր ամեն բան աղբ կհամարեն Քրիստոսին շահելու համար։ Եվ ումից զզվեց Տերը, տրտնջացողներից, բայց այսօր է օրը ապաշխարության, ոչ թե ողջ ազգի, այլ ձեր հոգևոր առաջնորդներ։ Ձեր հպարտությամբ ժողովրդի արյունը բոլորիդ ձեռքերի վրա է լինելու։ Տիրոջ հոտին մի ամբողջ ազգի կորուստը ձեր հոգևոր առաջնորդների ձեռքերին է լինելու։ Ձեր ժամանակը սկսված է, գնում է։ Եվ խոնարեցրեք ձեր անձերը, բավական է մարդահաճո լինեք, բավական է ձեզ ապաշխարության ժամանակ է տրված։ Ժողովուրդը 1 վայրկյանում ձեր միաբանության պահին իսկ կապաշխարի, ասված էր առաքելական եկեղեցի պետք է միաբանվի ավետարանական եկեղեցու հետ, որպեսզի ժողովուրդը այդ միաբանությունից արդեն նրանք ոչ մի խոսք չէին կարող ասել, միասնություն կլինի, միաբանություն։ Եվ այստեղ գրված է, այո, կլինեն ընդվզողներ, եթե դուք նույնիսկ ուզեք միաբանվել, կլինեն ընդվզողներ։ Ինչ օգուտ, եթե իրենց անձը փրկեն, իրենց հոգին հավիտենության մեջ կորցված է լինելու։ Մեր Տերը ոչնչացնող կրակ է։ Եբրայեցիներին 12-ով Տերը այսօր էլ խոստանում է ցնցել երկիրը։ Ինչ կլինի, եթե չլսենք ու չհնազանդվենք։ Կլինենք բոլոր, ինչպես B օրինաց 8-ում է գրված, անհնազանդ ժողովուրդները այն բոլոր ազգերի նման կլինենք, որ գրված է B օրինաց 8-ում։ Ահա եւ ողջ մարգարեությունը։ Ձեր ժամանակը գնում է, սուրը կախված է երկրի գլխին, ձեր օգնությունը Աստծուց է։ Տերը դատաստանը սկսել է իր տնից, ժամանակը գնում է, վայրկյանները գնում են, եւ այստեղ գրված է։ Այս ամենը ինչ որ գրել եմ, սիրելիներ, Տիրոջ Սուրբ Հոգով առաջնորդված է գրված եղել, սակայն մինչև հիմա չի փոխանցվել։ Փառք Տիրոջը այսօրվա հնարավորության համար։
Ոչ մի այլևայլ գործերով մի զբաղվեք, ոչ մի, լսում եք, միասնական աղոտ քարժողով, ավետարանական եկեղեցու և առաքելական եկեղեցիների բոլոր քահանաների միաբանությունն է պետք։ Դուք ավետարանական եկեղեցիներ ունեք արդեն այդ խոնարհությունը և պրակտիկան միաբանվելու։ Հիմա Քրիստոսի մարմնում միաբանություն է անհրաժեշտ։ Չի կարող սիրտը թոքին կամ լյարդին չընդունել։ Սիրտը անջատ մարմնից դուրս աշխատել կամ ոտքը կչորանա, եթե մարմնից դուրս լինի։ Զարթնեք, ժամանակը գնում է, մեկնարկը սկսված է, ձեր արագաշարժությունից է կախված ողջ ազգի, լսում եք, ազգի աշխարհասփյուռ հայության միմյանց ընդունելը, այլապես ոչ մեկը չեք փրկվելու, որովհետև յուրաքանչյուրը իր եսն է փնտրում, սիրելիներ, սակայն պետք է եսը դնել և ազգի շահի համար, Քրիստոսի անվան համար, սիրելիներ, եսից հրաժարվել, փառք Տիրոջը և անել այն, ինչ որ Տիրոջ կամքն է։ Լսում եք հոգևոր առաջնորդներ, հովիվներ և քահանաներ, ազգի մեջ թշնամությունը, սիրո փոխողները դուք եք։ Այսօրվա երկու արտահայտություն կա, որ կարդալու եմ, մեկը սա է, ազգի մեջ թշնամությունը, սիրո փոխողները դուք եք, քահանաներ, հոգևոր առաջնորդներ և հովիվներ, փառք Տիրոջը, ուրացեք ձեր եսը, ամեն մեկդ քայլ արեք, Տերն է սրտեր քննողը, ամեն մեկդ գիտի ինչ պետք է անի, ինչ կարող է անի, որ բարձրյալ Աստծո կամքը կատարվի, մեկ Աստված, մեկ հոտ, մեկ միաբանություն, ամեն։ Մի վախեցեք, Տերը բոլոր նրանց հետ է, ով կասի ահա ես։ Փառք Տիրոջ, սիրելիներ։ Տերն ասում է, տվել եմ տեսիլքը, մնում է կատարեք։ Փառք քեզ ամենազոր, ամենասքանչելի Աստծուն, Տերերի Տիրոջը, թագավորների Թագավորին, հալելույա, փառք քեզ Տեր։ Շնորհակալ ենք, որ ունենք այս հնարավորությունը, սա Աստծո ողորմությունն է մեր ազգին, սիրելիներ։ Էլ ոնց պատրաստվենք Տիրոջ գալուստին, եթե ոչ միաբանված, փառք բարձրացնելով։ Այդ միասնության շուրջ պարնել, սիրելիներ, Տերը այն տեսիլքը, որ տվել է, այո, միայն ու միայն սիրով, իրար ձեռ բռնած, միասնությամբ, մենք ամբողջ աշխարհի առաջ լինելու ենք հենց այդ աղը և լույսը, եթե մենք այդ շուրջ պարերը պարենք, մեր հրապարակները ողողված լինեն այդ շուրջ պարերով, փառք Տիրոջը, աղոթեք, ուրախ սրտով միաբանվեք, սիրելի եղբայրներ, Տերը մոտ է, Տերը գալիս է, Մարանաթա, Տիրոջ գալուստը շատ մոտ է, օրն ու ժամը չգիտենք, նշանակեք համազգային աղոթքի օր, ճեղքում է ուզում Տերը, փառք Տիրոջը, և այստեղ գրված է, դուք պարտված եք, որ անհավատների առաջ իրար եք մերժում, փտած խնձորի նման է, ներսը փտած, սիրելիներ, և ազգերի մեջ լույս լինելու ձեր առաքելությունը չեք կատարում, դրա փոխարեն գայթակղություն եք ազգերի համար, և այն ինչ որ դրսից տեսնում են, ինչ է կատարվում քրիստոնյա ժողովրդի ներսում, սիրելիներ, դա գայթակղություն է, և առաջին քրիստոնյա ժողովուրդը պառակտված իրար է հոշոտում, և մարգարեություն, Սողոսներ դարձեք Պողոսներ, մարգարեության մեջ խոսվել է, որ հայը ունի երկու թշնամի, և երբ ես ծոմապահության մեջ էի և խնդրում էի Տերը ցույց տար, Տերը ցույց տվեց, մենք այո ունենք արտաքին թշնամիներ էլ կան, բայց առաջին թշնամին Տերը ցույց տվեց, հենց հայը ինքն է, և ասեց հային թշնամի պետք չի, հայ իրեն կվերացնի, սիրելիներ, եկեք չլինենք իրար վերացնող, եկեք մեր ազգի շինության համար, մեր յուրաքանչյուրի հոգու փրկության համար, մեր ազգի փրկության համար, ամեն մեկս մեր եսը մի կողմ դնենք, ճանաչենք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի մեզ, ճշմարտության անունը Հիսուս Քրիստոս է, սիրելիներ, եթե յուրաքանչյուրս մեր կյանքի կենտրոնում ունենանք Հիսուս Քրիստոսին, ապա չենք դնելու եսը, իմը, չենք անիծելու իրար իշխանություններին, չենք անիծելու, հիշելու ենք, որ ամեն իշխանություն Տիրոջից է, փառք տանք Տիրոջը և երկրի թագավորների համար է Աստծո խոսքը ասում, աղոթեք իշխանությունների համար, փառք ենք տալիս Տիրոջը, մենք ապրենք Աստծո խոսքով, սիրելիներ, և ամեն բան Տիրոջից է, պատահական բաներ չի լինում, երկրի վրա մի տերև չի ընկնում առանց Աստծո գիտության, փառք եմ տալիս Տիրոջը, և այստեղ ասում են, նախ դուք պիտի ազգովի ընդունեք, որ Հիսուսն է Տերը Հայաստանի, իսկ դա հնարավոր է միայն ձեր միասնությամբ։ Տերը
Ինչ տվեց, չընդունեցիք, վախեցեք անհնազանդ առաջնորդներ և ուրախացեք բարի ու հավատարիմ ծառաներ, որ կխոնարեցնեք ձեր եսը Հիսուսին ընդունելու և Բարձրյալ Աստծո կամքը չմերժելու համար, հանուն քո իսկ հոգու փրկության և քեզ վստահվածների փրկության համար։ Եվ երկրորդ միտքը, որ ասեցի, որ այսօր շատ կարևոր է, որ ասելու եմ, սա արթուն եղեք, սիրելիներ։ Երկու բան կա, որ չգայթակղվեք և ընկնեք, դա ձեր փրկությունը կկորցնեք, չգայթակղվեք և չընկնեք։ Եվ երկրորդը, գայթակղություն չլինեք ուրիշների համար։ Երկու դեպքում էլ Մահե Հավիտյան, այստեղ գրված է, Փառք Տիրոջը, տաղանդների մնասների առակը, անպայման կարդացեք, հիմա չեմ կարդալու։ Ահա այս առակի նման է մեր երկիրը, կարապը, խեցգետինը, գայլաձուկը և սայլը մեջտեղում։ Սայլը չի շարժվում, որովհետև չկա միաբանություն։ Լսեք Տիրոջ ձայնը, Տերը կառաջնորդի մինչև խոստմունքի երկիր։ Սայլը մարմինն է, որ Տերը կառաջնորդի և ավետարանական եկեղեցին, ասենք կարապը, խեցգետինը և գայլաձուկը։ Եվ սիրելիներ, առաքելական եկեղեցի, ավետարանական եկեղեցի, ամեն մեկը իր կողմն է քաշում, սիրելիներ, բայց այստեղ գրված է, երկու եկեղեցիներ, բայց մոռացել եք Բարձրյալ Աստծուն, ոչ դու ես ճիշտ, ոչ նա է ճիշտ, ամեն։ Եվ այստեղ ամեն թագավորություն, որ իր մեջ պառակտված է, կքանդվի, ամեն ընտանիք, որ իր մեջ պառակտված է, կքանդվի։ Սիրելիներ, Փառք Տիրոջը, հավատքով ենք փրկվում, հավատ, որ սիրով է գործում։ Այսօր թող մեզնից յուրաքանչյուրի նշանաբանը լինի հավատ, որ սիրով է գործում, սիրելիներ, Փառք Տիրոջը, այս տված ամեն հնարավորությունների համար, հիշենք, որ Տերը չի ուշանում, Տերը ժամանակին է գալիս, սովորենք հավատալ ու վստահել Բարձրյալ Աստծուն, հալելույա, Տերը ունի յուրաքանչյուր իրավիճակի համար ելք, Փառք Տիրոջը, սիրելիներ, և այստեղ և առաքելական եկեղեցու համար, այստեղ գրված է, որ պետք է մեր երկիրը Տիրոջ փառքով լցվեր։ Երեմիա 7-ը, ինչպես ասվել է, կարդացեք Երեմիա 7-ը առաքելական եկեղեցու համար է, Եզեկիել 22-ի մեջ է գրված քահանաների մեղքը, որով որ Տերը խոսել է մեր երկրի համար, ապաշխարեք սիրելիներ, և այլապես սիրելիներ, էսի հնարավորություն է, ապաշխարության օր է յուրաքանչյուրիս համար, Փառք Տիրոջը, եթե խոնարհվենք ու ապաշխարենք, Եփեսացիներին 4-րդ գլուխը փրկության ելք ընդունենք, որը Տիրոջ ողորմությունն է մեր ազգին, Փառք Տիրոջս, և այստեղ գրված է Եփեսացիներ 5-րդ գլուխ, գրված է Եփեսացիներին 4-րդ գլուխը ելք է մեր ազգի համար, և Եփեսացիներին 5-րդ գլուխը գրված է վեր կաց լուսավորվիր, որ Տիրոջ լույսը տարածես, մինչև դու չլուսավորվես, Տիրոջ լույսը տարածող չես կարող լինել, սիրելիս, Փառք Տիրոջը, և պետք է լինես համառ, անխռով և անկոտրուն կամք ունենաս այս դժվար ճանապարհին Տիրոջը չուրանալու, Փառք մեր Տիրոջը, հալելույա։ Եղեք լույս և լույսը տարածող, մենք մտնում ենք մի շրջան, որը շատ նեղ է լինելու, մեր ուխտը պետք է վերականգնենք Տիրոջ հետ, և դա նման է լինելու դեպի Մասիս սարի գագաթը սողալուն, ինչպես փակ անցքով, նեղ անցքով, որ սողում ես, ոչ մի տեղ օդ չկա շնչելու, այդպիսի տպավորություն է լինելու, սակայն սիրելիներ, սա հնարավորություն է, որ յուրաքանչյուրս ուղղակի մեր առջևում տեսնենք Տեր Հիսուսին և չնայենք մեր կողքերը, այլապես կընկնենք, Փառք Տիրոջը, Փառք Աստծուն, և այստեղ գրված է, որ Տերը ճեղքում է ուզում, հալելույա, համազգային աղոթքի օր նշանակեք, սիրելիներ, ապաշխարության օր նշանակեք, խոնարհեցրեք ձեր անձերը և միաբանվեք, տգիտությունից իմաստություն, միայն խնդրենք հավատքով, խնդրենք և կտրվի,
Տերն ասում է թակիր եւ կբացվի, ամեն բան հնարավոր է հավատացողին։ Փառք Աստծուն, սիրելիներ, եւ Աստծո խաղաղությունը, շնորհը, ողորմությունը ամենը մեր ազգի հետ լինի։ Ես ներողություն եմ խնդրում, որ առանձնացել եմ, պարզապես չէի կարող մեկ ուրիշ տեղ, հիմա բոլորը քնած են, փառք Տիրոջը, եւ միասնության շուրջպարը գոհանում եմ։ Եվ այստեղ միասնության շուրջպարի համար 403-24 թիվ գրված է։ Բացվեց, որ միասնության շուրջպարը այստեղ բացվեց, որ միասնության շուրջպարը հիմա ես կկարդամ։ Քաղաքական պատվեր է եղել, իբրև մեկ բռունցք, մեկ ազգ լինելու, որ իրենց քաղաքական պիղծ ծրագիրը առաջ տանեն։ Եվ ժողովուրդը ծարավ էր իրական միասնության, եւ միամիտ սիրով լցված ժողովուրդը, որ ծարավ էր իրական միասնության, ընկնում է թակարդը, սիրելիներ, քաղաքական գործիչների պատրաստած ծուղակը։ Այդ ժամանակներում գործող իշխանության, դա 2005 թվականին է կարծեմ եղել, այո, 2005 թվին է եղել, եւ այստեղ նշվել է, որ քաղաքական աստառ է ունեցել, այսինքն մեր երկրում իրականացնել ժողովրդի համակրանքը վայելել, ժողովուրդը մտածել է, որ իրական արժեքներ են ներկայացվում, միասնություն, սակայն խաբված է եղել, սիրելիներ։ Այդ շուրջպարով հիմքը դրվել է երկիրը կործանելու ծրագրի իրականացման։ Իսկ այս մյուս շուրջպարով, սիրելիներ, ուխտի վերականգնումը կլինի Աստծո հետ։ Կարմիրով է գրված, կարդացեք, իսկ այս մյուս այն ինչ որ ինձ տրված է տեսիլքով, այդ միասնության շուրջպարի հիմքում, կենտրոնում Հիսուսն է, սիրելիներ, եւ երգից անպայման կդնեմ, երգել եմ Սուրբ Հոգով ներշնչված, եւ այդ երգից կդնեմ անպայման, եւ այստեղ գրված է այդ քաղաքականության մասին, ինչ էր նրանց նպատակը 2005 թվականին, ուղղակի մենք չենք անդրադառնում, մենք միայն ուրախանում ենք, որ Տերը այսօր հնարավորություն է տալիս, որ մենք միասնություն ունենանք, չնայենք հետ, ապաշխարենք ու գնանք առաջ, փառք Տիրոջը, սիրելիներ, եւ այդ տեսիլքը ինչպես եղավ 1985 թվին Նորքի զանգվածներից մեկում բացումն էր, այդ մասիվի բացումն էր, եւ ես փոքր երեխա էի 7 տարեկան, եւ մենք այդտեղ ներկա էինք ու բոլոր շենքերից Էրեբունի խալիներ էին կախած, գորգեր էին կախված եւ գորգեր էին փռված դպրոցի